Ես գալիս եմ քո ձեռքը խնդրելու։ Միանգամից տենց։ Լսի, չեք պատկերացնի, շոկի մեջ եմ հայտնում, որտեվ հա տաքություն ես զգում եմ, ինքը երևի զգում է, բայց այնքան սենց այդ աֆիցերսկի սենց մի հատ բան ունի, որ ինձ չի տվել այդ էմոցիաները։ Ես ու ինձ միանգամից ասում է ամուսնություն, սենց ապշած ասում եմ ոնց, ասում է տենց կյամում, ասում եմ ոնց թե կյամում, բայց ես չեմ հասկանում կյամումն ինչ է, ասում է լավ, գալիս եմ, ուր ես գալիս, Մագդա, ասա խանութում, դպրոցում, դե դպրոցում էլ է իհարկե աշխատում, ասա որ էլ դու չես գնում աշխատանքի, որտեվ այսօր դու ամուսնանում ես։ Վայ մամա ջան։ Մանեի հետ խոսեցի։ Ու Մանեից հայացքը մամա ուզում ես ամուսնացի։ Հետաքրքիր է, ավաղ երեխա չի ընդունել։ Հետաքրքիր այդ ռեակցիայից ավելի տպավորվեցի։ Եկավ մեր տուն, առաջին անգամ դեմ արդեմ տեսնում ենք ու փաթաթվեց։ Դե խոսել ենք, բայց չենք տեսնվել։ Պապայս ասեց եկել եմ քո աղջկա ձեռքը խնդրեմ։ Պապաս արդեն հասկացել էր տղամարդը։ Պապաս թեքվեց ինձ, ասեց դու համաձայն ես։ Անկախ ինձանից անկեղծ եմ ասում, առաջի բառը սեղելա հա։ Իմ համար էլ էր շոկ, իրանց համար էլ էր շոկ։ Բայց ոնց ֆրանսիացիներն են ասում, սելավի, սա կյանք է։